Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սրտիկներս, ես լավ եմ և ուզում եմ, որ դուք էլ բոլորդ շատ լավ լինեք, քանի որ շատ սիրում եմ բոլորիդ, գնահատում եմ բոլորիդ և շնորհակալ եմ, որ իմ կողքին եք, իմ յութուբյան ալիքի կողքին եք, այսպես մեծանում ենք օրորի մեր յութուբյան ընտանիքը, մեր ընկերական, մեր հարազատական շրջապատը այսպես մեծացնում ենք, շնորհակալ եմ բոլոր միացողներին, բոլոր ինձ դիտող իմ հարազատ դարձած յութուբյան մեծ ընտանիքին, շնորհակալ եմ բոլորիցդ սրտիկներս, այսպես ուրեմն հեռուստացույցը երաժշտություն կար միացրած, ես փակեցի ձայնը, բայց ուզեցի ձեր հետ միասին պատրաստվեմ, տեղ ունեմ գնալու, հիմա կասեմ ուր եմ գնալու, քիչ հետո դրա մասին, բայց մինչ այդ ուզում եմ խոսել, որ հովլին իջացրեցինք պարտեզ եկանք, մեկ բաժակ սուրճ եմ խմել և ձեզ հետ միասին պատրաստվում եմ գնամ մի կարևոր հանդիպման, ինձ համար շատ կարևոր և գիտեմ, որ դուք էլ սիրում եք ինձ, իմ ընտանիքը, իմ վլոգները, ես գնում եմ իմ ինստագրամի հարցերով, ով մի անձնավորության հետ հանդիպման, ով ինձ կանչել է, հրավիրել է, որպեսզի օգնի ինձ այդ հարցում, քանի որ ես ինստագրամից այդքան էլ լավ գլուխ չէի հանում, բայց ինքը իր օգնությունը առաջարկեց, որպեսզի ես այսուհետ սիրելիներս ամեն օր լինելու եմ ինստագրամում, կարող եք ինձ գտնել այնտեղ և խնդրում եմ հղումը կթողնեմ իմ ինստագրամի մեկնաբանությունների բաժնում, խնդրում եմ այստեղ էլ ինձ օգնեք, միացեք իմ ալիքին, ինձ այստեղ էլ թևութիկունք եղեք և այնտեղ կլինեն ամենօրյա իմ ստորիները, մեր առօրյաները, բայց ես նորից եմ ասում, իմ վլոգները երբեք չի տուժվելու դրանից, քանի որ ես նոր եմ սկսելու ինստագրամյան իմ գործունեությունը, բայց ամեն դեպքում այնտեղ էլ լինում է իստորիաները, էլի նորից ռիլներ, չգիտեմ ինչեր, կգնամ ավելի շատ մանրամասն կիմանամ և այսպես, ուզում եմ ասել, որ խնդրում եմ ձեզ բոլորիդ, ովքեր որ ինստագրամ ունեք, ովքեր որ կարող եք այդ հարցում ինձ ևս օգնեք, անպայման բաժանորդագրվեք իմ ինստագրամին, սրտիկներս, անչափ շնորհակալ կլինեմ և այնտեղ էլ մենք ամեն օր կհանդիպենք, թե իստորիաների, թե ռիլերի, թե հավես առօրյա, այսպես անելիքների հետ կապված, մի խոսքով, անչափ շնորհակալ կլինեմ նախապես բոլորիցդ, վլոգը կդիտեք սիրելիներս, շատ հավես, շատ լավ վլոգ ա ստացվել, սիրով նկարահանել եմ ձեզ համար, շատ տեղերում ձայնը փակել եմ, քանի որ երաժշտությունը, այսպես ասեմ, փակ խանգարելու էր, յութուբը կջնջեր վիդեոս, դրա համար ուզեցի թեկուզ փակեմ, բայց ձեր համար սիրուն վլոգ նկարեմ, դե ինչ էստեղ շպարվում եմ, ոնց տեսնում եք, քսվում եմ, պատրաստվում եմ ձեր հետ միասին, ուզեցի դուք էլ տեսնեք, գիտեմ սիրում եք իմ վլոգները, մեր վլոգների հետ կապված ամեն ինչ սիրում եք, դիտում եք, անչափ շնորհակալ եմ սիրելիներս, խնդրում եմ ակտիվ եղեք, ինձ դիտողների 60%-ը, 60 ավել տոկոսը ինձ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի այս պուպուշ ալիքը, այս իմ ընտանեկան հավես վլոգները առաջ գնան, ես սիրով դա անում եմ ձեզ բոլորիդ համար, դուք էլ ինձ օգնեք բաժանորդագրվելու հարցում, դիտումների և լայքերի հարցում, շնորհակալ եմ բոլորիցդ սիրելիներս, շատ, այսպես ուրեմն, հիմա կպատրաստվենք, դուրս կգանք ճանապարհին, կասեմ ուր ենք գնում ու մոտ եմ գնում, հիմա էլ այսպես մի երկու բառով ասեմ, գնում եմ մի շատ լավ աղջկա հետ հանդիպման, աղջիկ ասեմ, մայրիկ ասեմ, կին ասեմ, իմ տարիքի աղջիկ է, ինքը շատ լավ անձնավորություն է, մենք յութուբի հարցերով այսպես ծանոթացանք, ինքը իմ ամուսնու ընկերոջ օֆիսում է աշխատում, ինքը շատ, այն որ ես առաջի անգամ առաջի զանգից, որ ինքը ինձ զանգեց, ես այդտեղ հասկացա իրա լավ մարդ տեսակը, իրա բարի, կամեցող, օգնող, հասնող տեսակը, այն որ յութուբի հարցեր կար, պետք է հարցնեի, բայց ինքը միանգամից ինձ իր օգնությունը առաջարկեց, որպեսզի ինստագրամն էլ ես աշխատացնեմ, ֆեյսբուքում և ինստագրամում էլ ակտիվ լինեմ, քանի որ ինքը թե գովազդային հարցում գովազդների մասնագետ է և IT ոլորտի մասնագետ է, շատ խելացի աղջիկ է, շատ խելացի կին է, այսպես ասեմ, մայր է, շատ լավ մայր է, մի խոսքով ինքն էլ ունի իր շատ լավ գեղեցիկ ընտանիքը,
իրեն շատ հասցրել եմ սիրել մինչ հանդիպումը, բայց հանդիպումից հետո տպավորություններս քառապատկվեցին, սերս, հարգանքս, այսպես վերաբերմունքս էլ ավելի դեպի դրականը ու լավը շատացան, նույնը ինքն է ինձ փոխադարձ ասել, վերաբերվել, նույնը որ այսպես իրար կես բառից արդեն հասկանում ենք, չէ, մարդ կա, որ չես կարողանում երկու բառ խոսես, բայց մենք գրեթե 3-4 ժամ ավել այսպես մեր օրը անցկացրեցինք, զրուցում էինք անդադար, նույնիսկ որ հովուլի վերցնելու ժամը չլիներ, մենք չէինք ուզում բաժանվեինք իրարից, այտենց հավես ժամանակ ենք անցկացրել, պատկերացրեք, էլի է հրավիրել ինձ օֆիս, դե օֆիսը հոմպլեքսում է, բայց մենք վերևում, մոլում, այսպես շատ հավես ժամանակ ենք անցկացրել, դա էլ արդեն ընթացքը ցույց կտամ վլոգում, շատ չխոսեմ, շատ չմանրամասնեմ, արդեն վլոգում կտեսնեք դուք մանրամասները։ Այսպես նայեք, ձեր հետ հավեսով, ասել խոսալով պատրաստվեցի, սիրում եմ շատ բոլորից սրտիկներս, սա էլ իմ վերջնական տեսքն եմ արդեն այստեղ ցույց տալիս և պետք է ընդամենը հագնվեմ և դուրս գամ։ Ամուսինս կտանի, ինձ ու Սոնայիս։ Սիրելիներս, պատրաստվեցի, քսվեցի ձեր հետ միասին, հագնվել եմ, լուքս հետո ընդհանուր դրսում ցույց կտամ, այսպես, եք իմ սիրուն մազերը ոնց է երկարել, սիրուն մազերը ինչքան է երկարել, հիմա ուզում եմ դնեմ զարդերն էլ և վերջ, արդեն ես պատրաստ եմ, կարանք գնանք, դուրս գանք, այսպես, եկեք զարդերը ընտրեմ դնեմ ու ցույց տամ, այ, որոշեցի դնեմ ամուսնյակիս նվիրած, այս զարդերը, սրանք, շատ եմ սիրում ես իրանց, շատ, նայեք, շատ սիրում եմ սրանք, այսպես մի հատ ռեզին եմ վերցրել, նավսյակի, թող լինի, ես միշտ իմ մոտ վերցնում եմ, կամ ձեռքիս եմ դնում, կամ բայոսակիս մեջ պարտադիր դնում եմ, ականջողեր եկեք ընտրեմ, որոշեցի սա էլ դնեմ, սիրում եմ ես բթին, որ դնում եմ, շատ սիրուն է, և դնեմ այս իրանք, այ, սա էլ զարդերս, վերջ և կդնեմ իմ ժամացույցը, այս ռեզինս ոնց որ թևնոց լինի, հետն էլ էթում եմ, ժամացույցիս ու շորերիս, սանցայինք, ռեզին է բայց մազերի, այսպես, այսքանը,
Սա էլ իմ զարդերը բավականա հերիքա հանգիստի մեջ հավես, հարմար։ Վերջ արդեն ես վերջնական պատրաստ եմ, դրսից տեսքս ցույց կտամ ձեզ։ Սիրելիներս, սա էլ իմ ընդհանուր տեսքը, բռնել եմ այս պայուսակս, հագել եմ իմ նոր տաբատը, նոր կոշիկներս, որը խոստացել էի ձեզ հետ կիսվեի, կոշիկները չէ, բոթազները, այսպես, նայեք ինչքան գեղեցիկ է, սա է տաբատը սա, սա էլ իմ ընդհանուր տեսքը, սրտիկներս, մենք գնանք, մեզ բարի ժամանց, դուրս ենք գալիս արդեն, հեսա ես ճանապարհին կասեմ մենք ուր ենք գնում, ում հետ ենք հանդիպելու, դե ինչ, միացեք, վիդեոն կթողնեմ այստեղ, միացեք իմ ալիքին, սեղմեք զանգակը եւ բաց չթողնեք իմ տեսանյութերը, սպասում եմ բոլորիդ, իմ ալիքում սիրում եմ բոլորիդ շատ։ Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բարի լույս, ինչպես եք, ասեցի մի հատ այսպես ողջունեմ բոլորիդ, հարցնեմ, տեսնեմ ոնց եք, ոնց չեք եւ ասեմ, թե մենք ուր ենք գնում, ինչպես ասեցի, պատրաստվել եմ, դուրս եմ եկել, գնում ենք Պրոշան, կոմպլեքս, գնում եմ մի հատ յուրահատուկ անձնավորության հետ հանդիպման, գնում եմ Հայկու հետ հանդիպման, ով շատ հրաշալի մասնագետ է, թե ռեկլամների, գովազդների հետ կապված, թե IT ոլորտի հետ կապված, ինքը աշխատում է իմ ամուսնու օֆիսում, մենք այսպես ալիքի հարցերի հետ կապված ծանոթացել ենք, հասցրել ենք մտերմանալ, ընկերանալ, շատ ես հավանում եմ իրեն եւ ինչ այսօր կայացավ այն օրը, որ մենք գնում ենք միասին հանդիպման, սիրելիներս, ու ուզում եմ ասել, որ այնտեղ էլ կկիսվեմ ձեր հետ, փոքրիկ կադր, դե բնականաբար իրեն կարող է չնկարեմ, բայց ամեն դեպքում մեր հանդիպումը եւ հիմա կասեմ աղմուկը շատ է, հանդիպման առիթը որն է, համ այնպես է, որ լավ ժամանակ կանցկացնենք միասին, համ էլ շատ շուտով ես ուզում էի խոսել այս մասին, գիտեք խեմ ձեռքից նայում, մատանիս կրեմը քսելուց հանեցի մոռացա, նայում եմ ուրը չկա, լավա չեմ կործրել, տունն է մնացել, ուրեմն շատ շուտով ես իմ ալիքում հայտարարություն կանեմ, որպեսզի սիրելիներս դուք բոլորդ միանաք իմ Instagram-յան ալիքին եւ ես այսօր Հայկու հետ հանդիպելու եմ հենց այդ հարցով, ինքը ինձ հրավիրել է, որպեսզի պրոֆեսիոնալ ձևով ակտիվացնի իմ Instagram-յան էջը, օգնի ինձ շատ հարցերում, որ ասում է միացնի ալիքը եւ տա ձեռքս ու ինձ բացատրի ճիշտ աշխատացնելու տարբերակը եւ շուտով ես իմ Instagram-յան ալիքը կտեղադրեմ իմ YouTube-յան հարթակում եւ կխնդրեմ բոլորիցը դրա ժամանակը կգա կխոսեմ, որ ինձ աջակցեք եւ իմ շատ սիրելիներ միանաք ինձ նաեւ Instagram-ում, քանի որ շուտով ես այնտեղ եմ ակտիվ լինելու։ Այսպես մեր հանդիպման բուն նպատակը դա է, բայց մինչև դա է, որ զրուցել ենք, շփվել ենք, մտերմացել ենք, բայց չէինք հանդիպել, հանդիպումը շատ կարևոր է, երկուսս էլ շատ ուզում ենք, շատ ենք զանգել, պայմանավորվել, այսպես ուզեցել, բայց ժամանակի առումով ինձ հարմար չի եղել, Հայկուից միշտ ասել է, որ Անի ջան, երբ հարմար է, արի, այսօր վերջապես հարմարացրել եմ, այնքան շատ լավ անձնավորություն է, բարի, դրական, հավեսին, ոնց որ 1000 տարվա այսպես ծանոթներ, ընկերուհիներ լինենք, այդպես շփվում ենք իրար հետ եւ այսօր էլ կկայանա մեր առաջին հանդիպումը։ Դե ինչ գնանք, բայց մինչ գնալը ուրիշ գործեր ունենք։ Մի հատ կգնանք քաղաք հետ կգանք ու կգնանք արդեն Պրոշան, Հոմպլեքս, որը որ գտնվում է Պրոշանում։ Եկեք անջատեմ, բայց մինչ անջատել եկեք իմ մեծ շնորհակալությունը հայտնեմ բոլորիցս, սիրելիներս,
իմ ալիքին նոր միացող իմ հետևորդներին եւ բոլոր իմ հին հետևորդներին շնորհակալ եմ բոլորիցդ այդքան լավ, գեղեցիկ մեկնաբանությունների համար, որ այդքան շատ սիրում եք ինձ եւ իմ ընտանիքը, շատ հավանում եք իմ վլոգները, սպասում եք իմ վլոգներին։ Այսպես շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր որ չեք միացել, չեք բաժանորդագրվել, ասեմ, որ ինձ հետևող 63% հետևորդները միացած չեն, ինձ ուղղակի դիտում են, բայց բաժանորդագրված այդ պատվիսկան չեն, խնդրում եմ պատվիսկա տվեք, շատ կօգնեք իմ ալիքին դրանով։ Ես էլ սիրով ոգևորված արդեն կնկարահանեմ սիրելիներս ձեր համար։ Այսպես, դե ինչ, եկեք անջատեմ, գնանք, արդեն նկարահանման շարունակությունը երևի թե կլինի այնտեղից։ Խոսքիս ընթացքում ասեցի գնում եմ ամուսնուց օֆիս, գնում եմ ամուսնուց ընկերոջ օֆիս, որը գտնվում է Հոմպլեքսում ու Հայկույս այնտեղ աշխատում, այսպես շփոթվեցի, ասեցի ամուսնուց, բայց ոչինչ ես իմ ինչ Սիրելիներս, չգիտեմ սկզբից սա կտեղադրեմ, թե շարունակություն կդնեմ, ես մոռացա նշեմ, որ գնում եմ Հոմպլեքս ամուսնուս ընկերոջ, ես այնտեղ ասեցի ամուսնուս շփոթվեցի, ամուսնուս ընկերոջ օֆիս, որը գտնվում է Հոմպլեքսում, Պրոշյանում, անունը ոնց է Սերժանի ֆիրմայի Gate Craft, որը Gate Craft, ով զբաղվում է շատ որակյալ հեռակառավարվող դարպասների, պատուհանների, ինչերից է, ժայլուզների, շերտավարակույներ, ժայլուզներ, այսպես ասած, սեկցիոն վարոտներ, դարպասներով, եթե հանկարծ ինչ-որ մեկը կարիք ունեք անելու, ասեմ ինքը շատ լավ որակյալ գործեր են անում, իրենց օֆիսը շատ լավ տեղադրումով, ամեն ինչով իրենք ունեն, հենց իրենց օֆիսը զբաղվում է դրանով, եթե կցանկանաք, կարող եմ ես իրեն համարը տրամադրել իրենց օֆիսի և դիմեք, սիրելիներս, կարող եք դիմել վստահ, առանց ինչ-որ մի վայրկյան մտածելու, քանի որ շատ նենց չի ամուսնուս ընկերնա գովում եմ, շատ որակյալ աշխատանքներ են կատարում, արդեն բավական երկար տարիներ ու վստահ կարող եմ ասել, որ ես ձեզ վատ բան խորհուրդ չեմ տա, կարող եք դիմել և օգտվել շատ որակյալ ու լավ աշխատանքից։ Սա էլ այսպես դրա մասին։ Դե ինչ կգնանք և այդ գովազդների և այդ ամեն ինչով զբաղվում է Հայկույս, որը իր օֆիսում աշխատում, ով իր օֆիսում աշխատում և ինքն էլ է, որ իր ոլորտում շատ լավ մասնագետ է։ Այսպես ասեմ, մի խոսքով, սա էլ մեր դուրս գալու, տեղ գնալու մասին, որ թե ուր ենք գնում, ինչի համար ենք գնում, դե ինչի համար արդեն ասեցի ինչի համար եմ գնում։ Սիրելին Սիրելիներս, Անետ Աղաբեկյանի նոր երգն եմ լսում, սիրահարվել եմ այդ երգի վրա, բայց ցավոք սրտի այդ օրից հաջորդ օրից հետո իմացա, որ ինքը հայտարարեց իր Instagram-ում, որ երգը ինչ-որ մեկը գողացել է, մի խոսքով հիմա երգը YouTube-ում չի լսվում նորմալ, բայց ես սիրահարվել էի այդ երգի վրա ու կմնայեմ, որ ֆավորիտ երգերից, ես այսպես ամբողջ ճանապարհին երգելով բարձր գնացա եկել եմ։ Մենք գնացինք քաղաք,
գործեր կար անելու, գնացել եկել եմ մինչև ոմպլեքս այդ երգի տակ, որ այսենց բանը ու ցավում եմ, որ դրանից հետո էլ չեմ կարողանում լսել եւ հուսով եմ այդ խնդիրը կլուծվի, քանի որ դա իր չարչարանքն է, ես նախ շատ տխրեցի, շատ ափսոսեցի, ոնց կարելի է մարդու չարչարանքը, տանջանքը, աշխատանքը, չէ որ ինքը հզոր ձայն ունի, մեկը ինչքան էլ որ վերցնեն վնաս տան մարդուն, ինք իրա դիրքերում է, նայեք ամեն տեղ վատ մարդիկ իրենց այն որ վատությունը անում են, կապ չունի, որ բնագավառում ուզում ես եղիր, վատ մարդիկ վատությունը իրանց կանեն միևնույնը։ Մի խոսքով սա էլ էսպես միջանկյալ, բայց ես ինձանից զգո երկելով ուրախ զվարթ գնում եմ, տրամադրությունը շատ բարձր։ Հասել ենք, իջել ենք, բայց պատկերացրեք երաժշտությունը մինչև դուրս այնքան բարձր էր, ձայնը փակեցի, որպեսզի վիդեոս YouTube-ը չարկելա փակի, ես սիրում վիդեոն դիտեք, հասցնեք դիտել, դրա համար շատ ժամանակ որ փակում եմ ձայնը այդ երաժշտությունների պատճառով, դուք էլ ներող եղեք, հասկացեք, այդ ըմբռնումով մոտեցեք, քանի որ YouTube-ը ունի իր կանոնները եւ ես չեմ կարող երկեր երաժշտություն էլ թույլ տալ իմ ալիքում, ինչը որ դնում եմ մոնտաժում, արդեն իսկ դնում եմ սիրտիկներս։ Վարդերա, չէ՞ Կարմիր։ Վարդերա։ Ինչքան սիրուն է, չէ՞։ Երաժշտություն կա, բայց ասեմ սենց խոսամ, արդեն ներսում ենք։ Սա կզանգեմ կետա։ Տպավորությունները վերջնա 1000 տարվա
վերցրեցինք, կեսն էլ վերցրել ենք, Հայկուս հետ մտել ենք IKEA եւ կահույք ենք նայում։ Մեր համար ասել խոսելով այնքան հավես ժամանակ ենք անցկացնում, չեք պատկերացնի, այստեղ շատ սիրուն սեր կան է, ամեն ինչ կա։ Սիրելիներս չեք պատկերացնի, այնքան հավես ժամանակ ենք անցկացնում, այնքան դրական, պարզ, էմոցիաներով, սենց դրական աուրայով մարդ է Հայկուհիս, շատ սիրեցի իրան, սիրում էի, շատ ավելի սիրեցի, շատ լավն է ինքը, մենք հավես սենց մեր համար շրջում ենք, ժամանակ ենք անցկացնում, կոմպլեքսում ենք հենց ներսում, մոլի, մի խոսքով, որ ինքն էլ է ասում, շատ հավես ժամանակ ենք անցկացնում, ինձ համար արդեն շատ հաճելի է, ուշ մեր համար ֆրֆռում ենք, այս է ես, շատ չեմ ուզում նկարել, ուզում եմ ժամանակ անցկացնեմ, այսպես, հետո կմիանամ ձեզ, կզրուցեմ, պատմեմ ամեն ինչ, Հայկուի ջան։ Ridiculous. Marte pelo caso cae. Pues solo le cague. Yes, es machine.
Սիրելիներս, մեր համար շրջեցինք խանութներով, ճաշակ զարգացրեցինք, այսպես փոքրիկ քայլերով արդեն մոտենում ենք ամուսնուս ընկերոջ օֆիսն է սա, արդեն սա իրենց օֆիսի անվանումը եւ օֆիսում կա ամեն ինչ, իրենց կատարած աշխատանքի բոլոր ապրանքների նմուշները շատ բարձրակարգ, բարձր որակի, բարեխիղճ մոտեցում են, ամենակարևորը ցուցաբերում Դավիթը եւ իր թիմը իրենց հաճախորդներին, ինչպես տեսնում եք նմուշները բոլորը տեղադրված է, ցուցադրված է, իսկ մնացած հարցերով արդեն կարող եք դիմել իրենց, եթե ցանկանում եք, ես տվյալները կփոխանցեմ։ Դե ինչ, ես ու Հայկույս էլ ցանկացավ, Հայկույս մի քիչ էլ մենք այստեղ այսպես նստենք, շփվենք, որպեսզի մեր հանդիպումը մի քիչ էլ երկարի, շատ հավես էլի զրույց ունեցանք, այստեղ շփվեցինք, Instagram-ի մանրամասները քննարկեցինք, շատ հարցեր քննարկեցինք, սա այնպես չի մեր առաջին ու վերջին հանդիպումն էր, դա լինելու է շարունակական, զանգերը դե իհարկե բնականաբար միշտ լինում են, կապի մեջ ենք միշտ, սիրում ենք իրար շատ, հարգում ենք, այսպես իրար թևու թիկունք ենք լինելու ամեն հարցում, երկուսս էլ ինքն իրա ոլորտի հետ կապված, ես էլ իմ։ Այսպես մինչ մենք զրուցում էինք, չեմ նկարել, այդ ընթացքում բավականին հաճախորդներ, Հայկուս ասում եմ ոտքս խերով էր, հաճախորդներ մոտեցան, գնումներ արեցին, դարպասների հետ կապված, այնպես որ վստահելի օֆիս է, սիրելիներս, նորից եմ ասում։ Ահա եւ վերջացավ մեր հրաշալի հանդիպումը, ամուսինս տաքսի պատվիրեց, որ մենք գնանք, հասնենք ապահով տուն, ինքը չէր կարող գալ, գործեր ունել, այսպես ես ու Սոնաս տաքսիով գնում ենք, Հովուլիս վերցնում ենք եւ գնում ենք մեր տուն, շատ մեծ տպավորություններով, շատ հավես լավ տրամադրությունով, այսպես գնում, հասնում ենք մենք մեր տուն, անցնում ենք մեր առօրյա անելիքներին, սիրելիներս, շնորհակալ եմ շատ դիտելու համար։ Մենք արդեն տանն ենք, եկանք տաքսով, Հովուլիս վերցրեցինք, միանգամից եկանք տուն, արդեն ժամը 5-ն է լինում, մենք ես մի քանի ժամը շատ հավես ժամանակ անցկացրեցինք, շատ հավես օր ունեցանք, շատ հաճելի, շատ լավ, այնպես որ լավ ժամանակ ենք անցկացրել Հայկուս հետ, շնորհակալ եմ Հայկուհուս, իր լավ մարդ տեսակի համար, շատ հաճելի էր, փոխադարձեր այդ ամեն ինչը, մի խոսքով այսպես մեր համար ժամանակ անցկացրեցինք ու եկանք տուն, Հովուլին է վերցրել ենք, եկել ենք, Հովուլ, հլա արի, բարևի բոլորին հլա, քեզ եկանք պարտեզից վերցրեցինք, դու խաղում էիր, խանգարեցինք քեզ կյանքս, մոմոն խոնգորեց քեզ սիրտս, դու ինչ էիր նոր ուզում ուտեիր, հլա ասա տեսնեմ, ինչ էիր ուզում ուտեիր, էդ ինչ ես կերը բերանի կտպանը, ինչ ես կերը, չկարդացինք էլ տաքսով ենք, վրազեցի եկանք, չկարդացինք Հովուլն ինչա կերը, ինչ ես կերը հով, սիրտս, լավ սիրելիներս եկեք անջատենք, փոխվենք, անցնենք մեր առօրյային, այսպես, այսօրվա օրն էլ այսպեսի հաճելի ժամանակ ունեցանք, ժամանակ անցկացրեցինք, բոլորիդ լավ օր, լավ օրվա ավարտ եմ ցանկանում, մեզ նույնպես, դե ինչ կհանդիպենք